Բարև ձեզ, դուք եւս հիմա ազատության հրապարակում եք, դուք Արցախից դուրս եք եկել այդ վերջին գաղթի օրերին, հա, այդպես է եղել։ Այո, ինչպես բոլորը մենք էլ նմանապես հայաթափման այդ խոճապի մատնված մեր հայությունը, տենց ավելի, եթե մնայինք, մեր մեջ բան կարելի կախված, որ մնայինք կամ պիտի փրթեի, կոտորեի, կամ պիտի ուրեմն արտասահմանյան մեր հակառակորդ թշնամու այն ձևի ագիտացիա պրոպագանդա են մտցրել, այն ձևի բան են մտցրել, որ այդ քարոզությունը խոճապի է մատնամը ժողովրդին, շատ դեպքերում։ Դե մենք էլ քանակը քիչ, թշնամուն, որ ասեմ 2 անգամ, 3 անգամ չէ, ավելի շատ։ Ստիպված մենք էլ բոլորի հետ միասին, ընտանիքով, երեխաներով, թոռներով, հարազատներով, քույր եղբայրներով, ինչ արած, մնայինք դեր, ինչ անենք։ Ինչպես կբնորոշեք այդ վերջին օրերը Արցախում։ Վերջին օրերը Արցախում կբնորոշեի ինչ իմաստով բնորոշել է։ Ոչոք մտքով չէր անցնում։ Այդ թվում ես ինձ վրա եմ ասում, մեր ընտանիքը, որ կգա մի պահ, որ Արցախը կլքեք մենք։ Արցախն է այն երկիրն է, այն աշխարհն է, որ Շվեյցարիան կողքին բաներ չի մեզ իմացող։ Եթե դուք եղել եք Արցախում, այնքան են ցավում, որ եթե լինեիք, ձեր գաղափարը, ձեր տպավորությունը, ձեր չգիտենք իմացությունը ավելի շատ կլիներ, քան հիմա եւ ժողովրդի մասին, եւ Արցախի այդ տարածքի մասին։ Ասեմ, Արցախը ես պատմաբանասեր եմ, Արցախ աշխարհը, պետությունը, ժողովուրդը այն նույն հայերն են։ Մեր պատմական Ուրարտու պետությունից պատմական, որից հետո իրավահաջորդող տարածքը, հողը, ազգը, ժողովուրդը Արցախն է, որ այդքան 3000 տարի երկարաժամկետ մնացել են, տիրություն արել, կացել։ Այս վերջի մեր իշխանափոխությունը, թե գրավել է, թե ինչ են արել, այս ներկա այս ճղճին կառավարությունը, դա կառավարություն չի, այդ կառավարություն չի սա, հայոց աշխարհի կառավարություն չի, սա մեր թշնամու Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների մասնաճյուղն է, ֆիլիալն է, ներկայացուցիչն է, որ եկել է հայ ժողովրդին, հայերին ոչնչացնի, վերացնի։ Ու ասում է Արցախը պատմականորեն Ադրբեջանն է։ Պատմությունը գնա կարդա 5-րդ 6-րդ դասարանի պատմությունները։ Գնա կարդա պատմությունը, որից հետո էլի խոսա, պատմությունը չգիտե։ Լավ խոսում է, չի ճանաչում Ղարաբաղցի ասած, բայց մեջը խաշան չկա, մեջը բան չկա, խոսում է։ Ուստի ես որպես արցախցի մի հայ նորից կոչ եմ անում մեր ժողովրդին, չընկճվել, միավորվել, այդ տարակարծիքները շպրտեն դեպի իրենց, այդ ճղճին կառավարությունը, այս վախկոտ կառավարությունը իրանց առաջնորդի հետ միասին, դրանք կառավարել չգիտեն, դրանք հայ չեն, դրանց երակներում հայ այրն չի հոսում, դրանք հայ չեն, դրանք եկել են ոչնչացնել։ Մեզ ասում են խաղաղություն ենք վերում։ Ինչ խաղաղություն։ Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի նախկին հզոր պետության միջև կար խաղաղության պայմանագիր։ Ասում եմ, ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց սովետական միության վրա։ Հայաստանի վրա, Հայաստանը մի բուր Հայաստանը։ Ինչ պայմանագիր, թուղթեն, թղթով եք մեր կրում։ Գնացեք սահմանը պահեք։ Հայաստան աշխարհը վերածել ոստիկանապետության, ոստիկանապետություն է հիմա, մենք ոստիկանապետության այսպես կոչված են մարդիկ։ Բայց միջև բանակը, այն պետությունը, այն ժողովրդի, ում բանակը ուժեղ է, ում բանակը տեղին է, նա հզոր է։ Բայց մերը ընդհակառակը, բանակը սահմանը պահեք, այնքան աշխատավարձ է տան ոստիկանությանը, անգրակ այդ ոստիկաններին, որ զոհված, մորը զոհված ասատամարտիկի, զոհված զինծառայողի մորը բռնում են 4 հոգով, չգիտեմ ինչ անում։ Հայ է, դրանց ղեկավարը, դրանց հրաման տվողը հայ է, ոչ, թուրք է, այդքանը կասեմ։ Բանակից եք խոսում, հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ թշնամին կրակ է բացում եւ պաշտպանության նախարարն ասում է դա մեր դիրքերի ուղղությամբ չի։ Մենակ պաշտպանության նախարարը չխաբում, կուտակ հավաքված անդե կառավարությունում
եւ ազգային ժողովը մեծամասնություն կազմող աշխարհի ամենասուտասան մարդիկ։ Նրանք սուտասաններ են, ընտես սուտասաների որջա։ Իսկ իրենց առաջնորդու սուտասաների թագավորը աշխարհում։ Նրանք սրբապետ մարդիկ են, ինչ պիտի ինի, խաթումա։ Դե գնացեք Սյունիք, ընկերներ ունեք կուսակցական, խորհրդային տարիների պետական աշխատողներ, զանգում են, չգիտեմ, հարցնում են ինձանից, հիմա ես էլ 70-ից թոշակառու մարդ են զինվորական։ Ինչ պիտի ասեմ, կգնաք ձայն տակ, որ ձայն եք տվել, ԿԲ-ի։ Դե մարդիկ հասկանում, մարդիկ խոսքերն են հասկանում, խոսելն են հասկանում, հավատում, չի են խորում, բոլորն են խաբում, մոտեցել է նրանց վերջը, սպասեք մի քիչ, բոլորը պիտի գան, պատիկ տան, կանգնեն, պատասխան տան, մեր ժողովրդի, մեր ապագա սերնդին, մեր հայոց առաջինը աշխարհում քրիստոնեություն հայն ընդունում, հայ ժողովուրդը, բա ուրա։ Այս վերջերն էլ 30 տարի համարյա թե աշխարհում ունեին երկու պետություն հայկական, ուրա։ Այսօրվա ղեկավարության արդյունքում չկա։ Հայաստանն էլ է 280 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստան հողից նստած են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի ջերմուկի, Գորիսի բարձունքներում, այն Սև լիճի, Վարդենիսում, տանում են ոսկին այնտեղ, ասում են անգլիացիների, թուրքերի միջոցով ցակած այն լեռնաշփանը տանում են։ Դե քնածա, թույլ ղեկավարա, վախկոտ ղեկավարա։ Ինչ պիտի ասեմ, ես չեմ վախում։ Ինչ ունեմ կորցնել, ամեն ինչ կորցրել եմ։ Ես մեր ժողովրդի, մեր ազգի, մեր հայ պետականության, մեր պատմության, մեր ապագա սերնդի համար եմ մտածում։ Պիտի պահենք, աշխարհում 44 միլիոն քուրդ կա ավել։ Այս 44, դե քանի անգամ է բարձր, 4-5 անգամ ավելի շատ, քան հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը։ Այս 21-րդ դարի սկզբներին վերջ տվյալներով ասում են, համարյա թե 11 միլիոն։ Մենք ունենք պետականություն, մենք կորցնում ենք, բայց իրենք 44 միլիոնը չունեն պետականություն։ Ուզում են տես տալ։ Վերջումն է դառնալու է մի վիլայետ, որ սենց գնա։ Տալով գնում է, նա հողատու է, նա ներողություն կնոժն էլ է տամ իրեն, ուրիշ։ Ինչ պիտի է, ես ինչ պիտի է։ Դա իրակով։ Շնորհակալ եմ։